Այս ֆուտուրիստական պատկերացումները գուցե մի օր իրականություն դառնան, եւ այդ ժամանակ Ռաֆայել Ղասաբյանը կասի՝ «Բա որ ասում էի»։ Այն, որ սպասվում է մեծ քանակի արդյունաբերական ռոբոտների շուկայում հայտնվել, անխուսափելի է, դա ուզենք-չուզենք լինում է։ Ռաֆայել Ղասաբյանը Թաքթուն ստարտափի հիմնադիրն է, որի ստեղծած սարքը կարող է դառնալ այդ ապագային նպաստող տեխնոլոգիական շղթայի մի օղակը։ Մարդու աշխատանքը, որ սրանով է տեղի ունենում, մանր-մանր փոխակերպվում է, ռոբոտներով փոխարինվում է կամ ավելի ավտոմատացվում է։ Գալիս են ռոբոտներ, համակարգեր, որոնք որ կարող ենք ասել ռոբոտ, կարող ենք ասել ինչ-որ տենց խելացի սարքավորում, որը կարողանալու է այդ տեսակի բարդ աշխատանքները, որոնք շատ ցանկալի չեն մարդկանց կողմից, օրինակ ասենք կոմերցիոն տարածքներում զուգահեռների մաքրելը, կամ ասենք մեքենայի անիվների փոխարինումը, անվադողերի փոխարինումը։ Ես օրինակներ եմ բերում, որոնք այս պահին առայժմ ամբողջ աշխարհում մարդիկ են անում, այնպես չի որ միայն Հայաստանում, այդպիսի սարքավորումներ ստեղծողները մեր պատվիրատուներն են։ Թաքթունը արհեստական բանականությամբ աշխատող առաջին գործիքն է, որը թույլ է տալիս արտադրողներին ստեղծել եւ կառավարել հավելվածներ առանց կոդավորման։ Ինչ է անում Թաքթունը։ Օրինակ, կան գործարաններ, որոնք ստեղծում են ռոբոտներ կամ զանազան սարքավորումներ, եւ դրանք աշխատելու համար պետք է ունենան, այսպես ասած, ուղեղ։ Այդ ուղեղը հենց Թաքթունի ստեղծած սարքավորումն է։ Արհեստական ուղեղ կարելի ասել, որը շատ նման է մեր աշխատանքի տեսանկյունից նման է մեր ուղեղին, ինչպես եւ բոլորս գիտենք, արհեստական բանականությունը հիմնված է հենց մարդու նեյրոնային ցանցի այդ նույն կոնցեպտի վրա, բայց ի տարբերություն լիքը այս բային գոյություն ունեցող նմանատիպ համակարգերի, որոնք որ միայն լուծում են այդ ուղեղի խնդիրը, մեր պլատաները, մեր այդ կոնտրոլերն իրան անվանում, իրենք նաեւ ղեկավարում են բոլոր տեսակի շարժիչներին, որոնք որ ամրանում են, միացվում են իրեն, տվյալներ են ստանում տարբեր տվիչներից, սենսորներից, այսինքն իրանք հասկանում են աշխարհը, այդ թվում նաև կամերա, բայց ոչ միայն կամերա։ Թաքթունը 5 անգամ կրճատում է մշակման ցիկլերը մեքենաներ արտադրողների համար։ Այն հնարավորություն է տալիս ստեղծել ծրագրային միջավայր առանց ծրագրավորողի։ Պատկերացրեք, sense խոսելով, մեր պատվիրատուն կարողանում է նախագծել այդ սարքը, որ ինքը արտադրելու է։ Ստարտափի տեխնոլոգիային առաջինը վստահել է Դեթրոյթում 70 տարուց ավելի գործող ամերիկյան կազմակերպություն, որը նյութերի չափման եւ թեստավորման սարքեր է ստեղծում։ Թաքթունի շնորհիվ նրանք արագացնում ու հեշտացնում են ուսումնասիրությունները եւ տվյալները վաճառում են Tesla-ին, General Motors-ին ու այլ ընկերությունների։ Այս պահին արդեն ունեն մի քանի պատվիրատու, որոնք հասկանում են, նորարար տեխնոլոգիան չինտեգրելով կկորցնեն իրենց տեղը շուկայում։ Ընդհանուր անվանումը բոլոր այդ պատվիրատուների, որոնք որ զբաղվում են նման սարքեր ստեղծելով, որ այս պահին հետները աշխատում ենք, լաբորատոր սարքավորումներ ստեղծողներն են։ Բայց հաջորդ շուկան, որ մենք արդեն որոշակի ռազմավարական գործընկեր ունենք ու սկսում ենք աշխատել, դա օրինակ էներգետիկայի ոլորտն է, որտեղ որ ասենք նավթահան կայաններ են ավտոմատացվում, wind turbine, քամու տուրբիններ, որ քամուց ստանում ենք էներգիա, դրանց ավտոմատացում են անում։ Այս բոլոր օրինակները քիչ են ներառում կամերան կամ ինքնավարությունը, առաջին հայացքից պարզ չի բանտեղ ինչն է ռոբոտ, բայց իրականում հենց ռոբոտ անվանումը իրանից ներկայացնում է, որ կարողանաս այդ սարքավորում կարողանա աշխարհը հասկանալ, այսինքն ինչ որ տվիչների ինֆորմացիա քաղել եւ ինքնուրույն որոշումներ կայացնել։ Ու հեչ պարտադիր չի տեսքից լինեն ինչ որ ռոբոտի նման, չնայած բոլորիս համար ռոբոտը դա պետք է տերմինատոր լինի, ինչ որ մարդու նման լինի։ Սա մեր առաջին սարքերից է, որ ավտոմատացվել է Թաքթունի միջոցով։ Այս սարքը իրենից ներկայացնում է նյութեր թեստավորող սարք, այ մատս պահեմ կտեսնեք եւ ինքը վերև ներքև է անում։ Սա սերվոհիդրավլիկ շարժիչ է, որը պոմպին է միացած եւ որը աշխատացնում ու այդ ինչ որ ուժով սեղմում է։ Գրաֆիկների վրա, ինչպես Արևիկը մեր տեխնիկական տնօրենն է, որը հիմա աշխատացնում է այս սարքը ու դուք կարող եք տեսնել աջ կողմի վրա ուժը, ձախ կողմի վրա շարժումը։ Գաղափարը ծագել է դեռ 2019-ին, երբ ընկերությունը զբաղվում էր համակարգերի ինտեգրմամբ, օգնելով գործարաններին լուծել արտադրության խնդիրներ։ Այդ փորձը դրդեց ստեղծել մի ունիվերսալ լուծում, որը կկարողանա ծառայել տարբեր գործարանների պահանջներին։ Հիմնական պատճառը, ինչի են մեր պատվիրատուները մեր հետ աշխատում եւ գնում այդ ուղեղները,
դա իրականում ոչ թե այդ սարքն է, այլ այն միջավայրը ծրագրային, որը մենք իրենց տրամադրում ենք։ Բայց այն ժամանակ, ինչպես եւ բոլորս հիշում ենք, դեռ LLM-ը, այսինքն այդ մեծ մոդելները, լեզվի մոդելները գոյություն չունեին, OpenAI, ChatGPT դեռ չէր տարածված։ Research-ը սկսվել էր, բայց մարդիկ չէին օգտագործում։ Եվ միտքը, որ կարելի է մարդու լեզվով ստեղծել մեքենա, այդ vision-ը չունենք, այդ տեսլականը չունենք, հա, որովհետև այդպիսի տեխնոլոգիաներ դեռ չկային։ Այդ մի մասն է, որ համեմատաբար վերջի 2-3 տարում է, որ սկսել ենք օգտագործել այդ տեխնոլոգիաները, որպեսզի մարդիկ ոչ թե ծրագրավորման լեզվով, C++-ով կոդ գրեն, այլ ուղղակի խոսեն ու այդ մեքենան կատարի հանվածան գործողությունները։ Թաքթունը իր լուծումները կառուցում է ժամանակակից սարքավորումների վրա, այդ թվում ոլորտի առաջատար NVIDIA-ի սարքերի։ Հիմա իրենից գնում ենք որոշակի պլատաներ, որ տեղադրվում է մեր պլատայի վրա, մեր այդ կոնտրոլերի, ինքն էլ հանդիսանում է մտածող մասը։ Այսինքն կա ղեկավարող, որ այդ շարժիչներն են միանում, եւ կա մտածող մասը։ Այդ դա նույնպես AI կոմպոնենտ է, ու ինքը դարձնում է այդ սարքին խելացի եւ ավտոնոմ, ինքնավար, այսինքն ինքը կարիք չունի օրինակ ինտերնետից ինչ-որ բան ստանալու, որպես ինքը որոշի ինչ անել։ Շուկան նոր է, բայց արդեն ունեն ներդրումներ, եղել են հայկական Equify crowdfunding հարթակում, մասնակցել են Plug and Play ակսելերացիոն ծրագրին։ Stan Angels-ը շարունակական ներդրումներ է անում ստարտափում։ Մենք pre-seed ենք, չնայած արդեն $650,000-ից ավել գումար ներգրավել ենք անցյալ տարվա եւ այս տարվա ընթացքում ու ունենք պատվիրատու, ունենք շրջանառություն, անցյալ տարի մի քանի $100,000 շրջանառություն ենք ունեցել։ Հաճախ ստարտափի ճանապարհը բարդ է, քանի որ նորարարությունը դժվար է ընկալվում։ Նոր հողը փորել ենք, հələ սերմը սենց դրել ենք, դեռ ջուրն ենք սկսում լցնել վրան, հա, այդ ջուրը երևի կարող եք համարել ֆինանսը ու մեր գիտելիքը, որ ներդրվում է։ Կարծում եի, որ 2 տարի հետո մենք շատ ավելի մեծ շրջանառություն ենք ունենալու, պատվիրատուներ եւ տեխնոլոգիաներ, որ ստեղծած ենք լինելու, ավելի առաջ են լինելու։ Բայց իրականությունը շատ ավելի բարդ է։ Սկսնակ կազմակերպությունների, ստարտափների երևի մի 90%-ը հենց առաջի 3-4 տարում գոյություն չի ունենում։ Առաջի 1 տարում արդեն 70%-ը գոյություն չի ունենում։ Արհեստական բանականության բումով արդյունաբերական ռոբոտների բումն էլ իրականում հեռու չէ։ Դա տանում է նոր տնտեսական մոդելի։ Օրինակ, բազմաթիվ սարքավորումներ արժեն միլիոնավոր դոլարներ, եւ ապագայում այդ խնդիրը կարելի է լուծել այդ սարքերը ոչ թե վաճառելով, այլ այսպես ասած վարձով տալով։ Արդեն հայտնի software as a service մոտեցումը կամաց-կամաց տեղափոխվում է նաև սարքավորումների աշխարհ։ Hardware as a service-ը նոր փուլ է բացում արդյունաբերության մեջ։ Machinery as a service կամ սարքավորումը որպես ծառայություն մոդելը մի բան է, որի համար պետքա թաքթուն։ Որտեղ ամենաթանկ կոմպոնենտը այդ սարքավորման մեջ հենց այդ ուղեղն է։ Ու այդ մոդելն է, թե ոնց այդ վճարային այդ բիլինգը անել, հա, որ վերջի խնձոր հավաքողը վճարի այս սարք ստեղծողին, այս սարք ստեղծողը վճարի մեզ։ Այդպիսի մոդելի ստեղծումը կլինի մեր գլխավոր հաջողությունը։ Կարող ենք լինել այն արարողները, որոնք այդ ապագան բերում են։ Հիմա եթե դա չլինի թաքթունը, կլինի մեկ այլ կազմակերպություն։ Ամեն ինչ ցույց է տալի, որ տեխնոլոգիաները այդ արագությամբ զարգանում են, ժամանակի հարցը թե երբ է լինելու։ Ուզում ենք արդյոք մենք այդ ստեղծողը լինենք, թե ուզում ենք օգտագործող մնալ։ Ու ես ուզում եմ ստեղծող լինել։ Իմ կողմից ցանկալի ապագան թաքթունի դառնալ մի տեխնոլոգիական կազմակերպություն, որը հնարավորություն է տալիս ստեղծել ամենաբարդ սարքավորումները ամենահեշտ ձևի։